Բարի երեկո, բարի գալուս Թայլուր, ես Սոնա Թերոսյանն եմ, ծանոթացեք մեր հիմնական թեմաներին։ Հայ-թուրքական պասյանսը վարչապետ Սարգսյանը Լոնդոնում բացառիկ հարցազրույց է տալիս BBC-ին։ Ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերներն էլ հանգեն այդ եզրակացությանը, որ 21-րդ դարում փակ սահման ունենալը նոնսենս է։ Հայկական խաչքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, առաջին անգամ ու արդեն միջազգային սկանդալի կենտրոնում, ֆրանսահայ Մամուլ Ամոթալի է որակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության միջամտությունը։ Ցանկանում էին հանել նաև իմ հեղինակած տեքստը, որը արդեն խմբագրվել էր այն պատճառով, որ այնտեղ հիշատակված էր ջուղան։ Երևանյան վերելակների 30%-ը շահագործման ենթակա չէ, 500 վերելակ սարքին չէ ու չի վերահսկվում։ Զգույշ եղեք, խորհուրդ են տալիս Տեխանվտանգության ազգային կենտրոնից։ Պետությունը չի կարող 5645 հսկիչ ամեն մի լիֆտի մոտ դնի։ Լոնդոնում թագավորական ընտանիքի Բուքինհեմյան դղյակում ավարտվել է նորին գերազանցություն արքայազն Չարլզի և Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած բարեգործական ընդունելությունը։ Մասնակցելու հրավերով Մեծ Բրիտանիա էր մեկնել վարչապետ Սարգսյանը։ Հիշեցնեմ, հայ-անգլիական համատեղ այդ ծրագրով աշխարհի մեծահարուստները գումար են նվիրաբերում միաժամանակ Երևան իմ սեր ծրագրին և Շոտլանդիայի Ստյուարտ Մեծի Դամֆիս դղյակի պահպանման գործին։ Առաջին նման ակցիան հանրապետության նախագահի մասնակցությամբ անցկացվեց անցած տարի։ Հանգանակված $1,300,000 Երևանում արդեն մեկնարկել է սոցիալական 3 փաթեթ։ Արքայական տոհմի հետ թագավորական արարողակարգով, որը ցավոք փակ է նկարահանումների համար, անցկացրած դրամահավաքի արդյունքները դեռ ամփոփված չեն։ Դրանք բաժանվելու են երկու հավասար մասի՝ շոտլանդական Դամֆիսի հետ նաև Երևանի հին պատմական շենքերը վերականգնելու համար։ Սա մի գործ է, որը պետք է միասին իրականացնենք, աշխարհի տարբեր անկյուններից Լոնդոնում հավաքված գործարարներին ասել է վարչապետ Սարգսյանը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք դասել միասին հստակ ձևակերպել խնդիրները, որոնք մեր առջև կանգնած են եւ համատեղ տեսնենք ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել։ Միևնույն ժամանակ ինձ համար ակնհայտ է, որ մեր ազգի ներուժը շատ ավելի մեծ է, քան այն, ինչ որ մենք այսօր կարողանում ենք բացահայտել եւ ծառայեցնել մեր ժողովրդին։ Եվ կառավարությունը փորձում է այդ առումով նորարարական մոտեցումներ դրսևորել։ Ես հույս ունեմ ամսվա վերջին լինեմ Երևանում եւ ուրախ կլինեմ ձեզ հրավիրել քաղաքապետի եւ քանի որ Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջապատում է, այլ նաեւ Արարատյան թեմի առաջնորդին եկեղեցական, որտեղ առաջին 3 շենքերն են կառուցում, որոնցից մեկը մոր եւ մանկան կենտրոն է լինելու, ճունևոր ընտանիքների, դժվարություն ունեցող մայրերի, երկրորդը լինելու է երեխաների համար կլինիկա, իհարկե նորից կամ ծնող չունեցող 1 կամ 2, այո, կլինիկա է, հատուկ լսողության խնդիրներ ունեցող երեխան, եւ երրորդը համայնքային կենտրոն։ Սա առաջին 3 շենքերը, որոնց շինարարություն մենք սկսել ենք արդեն։ Հաջորդ 3-րդ, 4-րդ շենքի, 5-րդ, 6-րդ շենքերի համար է, որ մենք նորից հավաքվել ենք այստեղ Լոնդոնում։ Վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Երևանում է, մինչև վերադարձը Տիգրան Սարգսյանը հարցազրույց է ունեցել համաշխարհային առաջատար լրատվամիջոցներ CNN-ի և BBC-ի հետ։ CNN-ը անդրադարձել է մեր երկրի ներկա մարտահրավերներին, ճգնաժամի դժվարություններին և կառավարության հետ ճգնաժամային ջանքերին։ Տիգրան Սարգսյանը մեր երկրի մոտեցումներն է ներկայացրել նաև արցախյան կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Առաջին խնդիրը, որի հետ առնչվեցինք ճգնաժամային տնտեսական անկումից հետո, այն էր, որ այդ անկումը նախ եւ առաջ պայմանավորված էր մեր տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացված լինելով։ Մեր հակաճգնաժամային քայլերը 3 հիմնական ուղղությամբ էին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների զարգացում եւ երրորդ գործարար միջավայրի բարելավում։ Հուսով ենք, որ բարեփոխումների շարունակական ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի բարելավել միջավայրը եւ հաղթահարել ճգնաժամի հետևանքները։ Ձեր երկրից արտահանում 2000 թվականին կազմել է համախառն ներքին արդյունքի 20%-ը, այսօր այն 12% է։ Ինչ լուծումներ եք տեսնում այս առումով։ Ցավոք մեր առևտրային հաշվեկշիռը խիստ բացասական է։ Արտահանման խթանումը մեզ համար առաջնահերթ խնդիր է մնում։ Մեր արտահանումը էապես հիմնված է 3 ոլորտի վրա՝ հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ IT արդյունաբերություն եւ զբոսաշրջություն։
Որքան է կազմում ձեր տնտեսության մեջ Սփյուռքի մասնաբաժինն այսօր, քանի որ ձեր մեծ թվով հայրենակիցներ ապրում են Հայաստանից դուրս։ Իհարկե, տնտեսության մեջ ներդրումների մեծ մասը բաժին է հասնում Սփյուռքին։ Հիմա այն կազմում է համախառն ներքին արդյունքի 60-ից 70%-ը։ Դրանք իհարկե ոչ միայն ուղղակի օտարերկրյա ներդրումներ են, այլև մասնավոր դրամական փոխանցումներ, որոնք օգնում են Հայաստանին հաղթահարելու ճգնաժամի հետևանքները։ Հայաստանի գլխին մշտապես կախված ամպ կա, կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այս ամսվա վերջին եռակոմ ձևաչափով Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հանդիպում է նախատեսվում։ Կարգավորման տասնամյակներ տևող բանավեճից հետո կա արդյոք իրատեսական լուծում, որը թույլ կտա առաջ շարժվել։ Համաձայնության հասնելու համար Հայաստանի իշխանություններն ունեն առաջ շարժվելու քաղաքական կամք։ Մենք իհարկե գիտենք, որ դա հեշտ չէ, բայց նաև հուսով ենք, որ ադրբեջանական կողմը ևս համապատասխան քաղաքական կամք կդրսևորի։ Կարող եք նույնն ասել նաև Թուրքիայի վերաբերյալ, ուղի դեպի հարաբերությունների կարգավորում, թե դա հնարավոր չէ առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի գործած հանցագործությունների պատճառով։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն այս հարցում որդեգրել է շատ հստակ քաղաքական դիրքորոշում։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների։ Վերջին իրադարձությունները վկայում են, որ Թուրքիան այդ քայլին պատրաստ չէ։ Թուրքիան խոշոր տնտեսություն ունեցող երկիր է։ Չեք կարծում, որ Հայաստանի համար բավական դժվար է բանակցել այդ խնդրի շուրջ մի պետության հետ, որը մեծ դերակատարում ունի տարածաշրջանում եւ նաեւ մեծ 20-յակի անդամ է։ Այս հարցը միայն Հայաստանին չի վերաբերում։ Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կբարձրանա, եթե Թուրքիան հետևի խաղի միջազգային կանոններին։ Այն կորցնում է իր ազդեցությունը հարևան պետություններից շարունակվող չկարգավորված խնդիրների պատճառով։ Թուրքիան պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Այդ դեպքում մեզ հեշտությամբ կհաջողվի կայուն հարաբերություններ կառուցել հարևան երկրի հետ։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, արդեն համաշխարհային մեկ այլ առաջատար հեռուստատեսության BBC-ի հետ հարցազրույցում շեշտել է Հայաստանի վարչապետը։ Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությունները հիմնվում էին հենց այդ սկզբունքային ըմբռնման վրա, նշել է Տիգրան Սարգսյանը։ Мы будем рады, если наши турецкие коллеги Ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերներն էլ հանգեն այդ եզրակացությանը, որ 21-րդ դարում փակ սահման ունենալը նոնսենս է։ иметь закрытые границы, это нонсенс. Հաջողված Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները հենց այսպես է որակում Հայաստանի եվրոպական բարեկամներ հասարակական կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեկը։ Հիշեցնեմ, լսումներին հրավիրված էին եւ ելույթ են ունեցել նաեւ Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահները։ Ռոբերտ Բրատկեն մասնավորապես ասել է, որ կարգավորման հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որ գտնվում է բանակցությունների սեղանին, համանախագահների կարծիքով արդար է ու հավասարակշռված։ Կիպրոսցի падգամավոր Յոաննիս Կասուլիսիդը լսումների ժամանակ խստորեն քննադատել է Ադրբեջանի պահվածքը, ընդգծելով, որ նման հռետորաբանությունը շփման գծում միջադեպերի հրահրումը եւ արդյոք կարող են իրադրությունը դարձնել անվերահսկելի, ինչպես 2008-ին դա տեղի ունեցավ Վրաստանում։ Համանախագահները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղեկացրեցին Եվրախորհրդարանի անդամներին եւ հանրությանը, որ իրենք հույսեր են կապում Կազանի հանդիպման հետ։ Նրանց անհանգստացնում է տարածաշրջանի վերազինումը։ Համանախագահները պարզաբանեցին, որ ուժի միջոցով այս հակամարտության ցանկացած լուծում կհակասի միջազգային օրենքին, ինչը մենք համարում ենք շատ ուժեղ եւ կարեւոր ազդակ։ Արցախյան կարգավորման հարցով այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով սպասումները մեծ են։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջիկա գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսպես կոչված հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթ։ Լուկաշևիչը ավելացրել է նաև նախագահները կքննարկեն արտգործնախարարների վերջին մշակումները եւ կընդունեն համապատասխան որոշում։ Հայկական խաչքարի Փարիզյան բեմելը առաջին անգամ մեր խաչքարերը ցուցադրվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում։ Սակայն ցուցահանդես ուղեկցվել է մեղմ ասած սկանդալային ինտրիգով։ ՄԱԿ-ի այդ կազմակերպության տնօրինությունը արգելել է ցանկացած հիշատակում Հայաստանի սահմաններից դուրս ստեղծված խաչքարերի վայրի մասին։ Պաշտոնական պատճառաբանությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկված են միայն Հայաստանի տարածքում գտնվող խաչքարերը։ Այդուհանդերձ Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Թուրքիայի խաչքարերի լուսանկարները ցուցադրությունից
չեն հանվել։ Փորձագետների գնահատմամբ այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ճարտարապետության այս եզակի նմուշներն ունեն մարդկության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդգծված հոգացության ու պաշտպանության կարիքը։ Հայկական տուֆը հայ վարպետի ձեռքի տակ վերածվում է քրիստոնեական սրբության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ ցուցադրվում է, թե ինչպես են դարեր շարունակ հայերը ստեղծել երկրի վրա Աստծո այս կնիքները։ Խաչքարի հավերժության գաղտնիքները բացահայտում է քանդակագործ Ռոբերտ Մինասյանը։ Ահա մի նրբություն, որ խաչքարը պաշտպանում է անձրևներից։ Այս թերքությունների համար որ ջուրը դեռ չհավաքվի, ինքը ծորում իջնում է։ Դեռևս միջնադարից հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող խաչքարը ընդամենը կես տարի առաջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ճանաչել համաշխարհային մշակութային ժառանգության անբաժան մաս։ Նոյեմբերին Կենիայի մայրաքաղաք Նայրոբիում խաչքարը մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկի մեջ։ Եվ այսօր իսկապես մշակութային քաղաքականություն էր այստեղ անելը ցուցահանդես։ Մշակութային քաղաքականություն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անսպասելի եւ անհարկի քաղաքականացրեց։ Ցուցահանդեսի այցելուները տարակուսած են ու զայրացած։ Խաչքարերի նկարների տակ փակցված գրություններում նշված է միայն դրանց ստեղծման ժամանակաշրջանը, իսկ գտնվելու վայրի մասին ոչինչ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրինության պահանջով են հանվել տեղանունները, որոնց մեջ եղել է Ղարաբաղը, Ադրբեջանը, Թուրքիան։ Բացի այդ, ցուցադրությունից հանվել է հայկական խաչքարերի աշխարհագրությունը ներկայացնող քարտեզը։ Ցանկանում էին հանել նաև իմ հեղինակած տեքստը, որը արդեն խմբագրվել էր այն պատճառով, որ այնտեղ հիշատակված էր ջուղան։ Շոկ, սկանդալ, ամոթ։ Ֆրանսահայ մամուլն այսպես է բնորոշում ցուցահանդեսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության միջամտությունը։ Այն անհասկանալի են համարում ցուցադրությանը ներկա ֆրանսիացի դիվանագետներն ու падգամավորները։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը կատարվածին արձագանքում է դիվանագիտական զուս բառապաշարով։ Դժբախտաբար ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած զարգացումները մեզ կոչ են անում ավելի ուշադիր լինել մեր ընդհանուր ժառանգության հանդեպ։ Այս հարստությունը ընդհանուր է եւ այն պաշտպանելը մեր ընդհանուր պարտքն է։ Դեսպան Չիտեչյանը հիշեցնում է, որ 1998-ից 2005 թվականներին Ադրբեջանում, մասնավորապես Նախիջևանում տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր են ոչնչացվել եւ դա համեմատում է թալիբների կողմից Բուդդայի արձանները պայթեցնելու հետ։ Դա չի կարող որակվել այլ կերպ, քան մշակութային ահաբեկչություն եւ պետք է դատապարտվի, հայտարարում է դեսպանը եւ հույս հայտնում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսուհետեւ երբեք թույլ չի տա նման հանցագործություն, կպաշտպանի համաշխարհային ժառանգության այս արժեքները այնտեղ, որտեղ դրանց սպառնում է անհետացման վտանգը։ Արտակ Երիքյան, Արտո Պեհլիվանյան, Հայլուր, Փարիզ, Երևան։ Գուցե մի օր միջազգային հեղինակավոր ցուցասրահներում հայտնվեն նաև Արմեն Ալիխանյանի աշխատանքները։ Նրա կոլաժների հիմքում դարձյալ տեսանելի հոգևորն է ու երևակայելի նյութականը։ Իսկ ամեն ինչ սկսվեց շատ պատահական ու դարձավ անշրջադարձ։ Այսօր արդեն նա ունի հասուն ձեռագիր ու հավակնոտ գաղափար։ Գետա տնակներից վերև գետի վրա կամուրջով են ասնը, գետն նորից սովորական ջուրա։ 24-ամյա Արմեն Ալիխանյանի այս փոքր աշխարհում է միս ու արյուն ստանում նրա անսպառ երևակայությունը, իսկ թեման անփոփոխ է՝ բնություն եւ եկեղեցի։ Ավելի ներդաշնակ համադրություն դժվար է գտնել, համոզված է նա։ Գործերը թվում է ծանոթ բնական միջավայրի մակետներ են, բայց նախ ծնվում են նրա գլխում։ Առավոտը հետևել արդեն ուղեղից մեջ մի բան կա, մի գործ կա։ Վերկալում է թուղթում մի հատ գծագրության թեր, վրա սկսեմ գծելը։ Առաջին գործը նրանից խլել է 3 տարի, հիմա 1 ամսից քիչ ժամանակ։ Եթե մի օր սկսում եմ պատրաստել, մի բանով զբաղվել, դա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ֆինանսապես էլ հնարավորությունս չի եղել։ Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ բանակից զորացրվելուց հետո, զինծառայության ժամանակ մի քանի հաջողված փորձից հետո որոշել էր տանը լրջորեն զբաղվել։ Սկզբում ծնողները ոչ միայն չէին խրախուսում, այլև հանդիմանում էին, բայց երբ իրենց աչքի առաջ անուղղելի չար եւ վատ տղան անճանաչելիորեն փոխվեց, զինաթափ եղան։ Բավականին հանգիստ տղամարդադառ է կարելի ասել։ Համ հպարտանում եմ, համ ուրախանում եմ, որ իր նման տղա ունեմ։ Հիմա հայրը նույնիսկ տղայի օգնականն է դարձել։ Տեսա չէ, իր գործիրոն բան է ստացվում։ Անկախ ինձանի ես էլ նա հետը մեկ օգնում եմ, ասում քար հավաքի գնաբեր։ Բնապատկերները պատրաստելիս դիմում են նույն բնությանը՝ տարատեսակ քարեր, մամուր, ծառի ճյուղեր, գումարած սոսինց, էլեկտրալարեր, փոքրիկ շարժիչներ։ Իրիկունը հետ գործը պրստում էի, մեկ էլ առավոտը նորից վար էի գալի, քար ճարում, տենց կամ իշնում գետից, տաքսի էի կանչում, իշնում գետից քար բերեմ։ Գործերը մեկը մյուսին չեն կրկնում, մտադիր է կատարելագործել ստեղծագործության այս տեսակը։ Վաճառքի մասին չի մտածում, թեև դեմ չէր լինի, փողն էլ գիտի ինչի համար է ծախսելու։ Սրա գումարը
անձամբ մենակ իմ ջեբը չեմ դնելու, որովհետև ոնց որ ես կան շատ մարդիկ կան, որ սենց օրինակ կոնկրետ սենց չէ, բայց ձեռքի աշխատանքներ ունեն, որոնք ընդհանրապես ոչ մեկի հայտնի չի։ Երազում է իր եւ քաղաքում շատերին անհայտ շնորհալիների աշխատանքների ցուցահանդես բացել Դիլիջանում։ Երևանի ճարտարապետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողը 4 տարում ստեղծել է 9 ծավալային գործեր, հասցրել ամուսնանալ, բայց իր փոքրիկ աղջնակին տեսնում է միայն զբաղմունքից ազատ պահերին։ Իսկ այն խլում է գրեթե ամբողջ ժամանակը, առանց դրա արդեն չի պատկերացնում իր կյանքը։ Այժմ Արմենին հանգիստ չի տալիս նոր եւ համարձակ մտահղացումը։ Քաղաք պետք է պատրաստեմ, չափերով գերազանցելու է բոլորին նախկին գործերին։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ճաղարյան, Հայլուր։ Զգուշացեք, դռները կարող են չբացվել։ Երևանի շենքերի վերելակների 30%-ը պետք է չաշխատի, այսօր հայտարարել է Տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենը։ Աշոտ Պետրոսյանի տեղեկացմամբ ամենավատ վիճակը Մալաթիա Սեբաստիա համայնքում է։ Այստեղ 1000 վերելակ է վերուբարանում, բայց 300-ից ավելին տեխնիկական անվտանգության բացասական եզրակացություն ունեն։ Մյուս համայնքներում էլ արտակարգ լավ չէ, վերջին վերելակային վթարը կենտրոն 1 համատիրության շենքերից մեկում էր, 8-ամյա Էդգարը հայտնվել էր վերելակի հորում, բարեբախտաբար անդառնալի հետևանքներ չկան։ Անվտանգության կենտրոնի փորձագետները հիշեցնում են, Հայաստանում վերելակները ընդհանուր առմամբ վտանգավոր են, բայց առանց մեծերի հսկողության փոքրերի համար այստեղ նաև արկածների մեծ հնարավորություն կա։ Մինչև 12 տարեկան երեխաները առանց մեծահասակների օգնության վերելակից օգտվելու իրավունք չունեն։ Երևանյան վերելակի պերճանքն ու թշվառությունը, հայտնի վտանգներն ու դեռ չբացահայտված ռիսկերը, բայց եւ հնարավոր վերելքը։ Ժամանակակից կյանքի աստիճանը, տեսանյութն առաջարկում եմ դիտել մեր կիրակնորյա թողարկմանը։ Տնտեսական կոլապսը Հունաստանում լրացնում է քաղաքական ճգնաժամը։ Վարչապետ Պապանդրեուն չի բացառում, որ կհեռանա պաշտոնից, բայց մինչև այդ հաստատակամ է ձևավորել նոր կառավարություն, ընդդիմության բավական լայն մասնակցությամբ։ Նոր կառավարության որոշումներից կախված կլինի նաև եվրաերկրների ֆինանսական օգնության ծավալը, առանց որի Հունաստանին չի հաջողվի հաղթահարել դժվարությունները։ Աթենքի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ արդեն մի քանի շաբաթ է լարվածության մեջ են պահում երկրի քաղաքական վերնախավին, իսկ այս անգամ ակցիան ավարտվել է խորհրդարանի իսկական գրոհով ու համազգային գործադուլով։ Հունաստանը քաոսի եզրին է, տնտեսական ճգնաժամի եւ սոցիալական անկայուն վիճակին գումարվել է նաեւ քաղաքական ուժերի պառակտման վտանգը, խռովություն եւ խորհրդարանում եւ փողոցում դժգոհություն իշխանության տնտեսական քաղաքականությունից հույներն արտահայտում են բուռն ու երբեմն յուրատեսակ միջոցներով, ինքնահարկիզվող նյութերով լի շշերին ոստիկաններն արձագանքում են արցունքաբեր գազով եւ ռետինե մահակներով։ 10,000-անոց ամբոխը քաղաքի կենտրոնից ցրելու ոստիկանների գիշերային փորձը թեև հաջող էր, բայց ոչ տևական։ Մարդիկ այսօր դարձյալ խորհրդարանի առաջ են, սպասում են վարչապետ Պապանդրեուի նոր ելույթին։ Նախորդի արյունալի դեպքերից հետո վարչապետը խոստացավ ձևավորել նոր կառավարություն եւ անհրաժեշտության դեպքում անձամբ հեռանալ պաշտոնից։ Նախարարների նոր կաբինետն ըստ Ռոյթերի ընդդիմության հետ գործարքի մի մասն է։ Վարչապետի քաղաքական հակառակորդներն ի պատասխան պետք է հավանության արժանացնեն բյուջետային ծախսերը կրճատելու եւ հարկերը բարձրացնելու նոր ծրագիրը։ Այն անհրաժեշտ է, որ Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող Հունաստանին տրամադրեն 110 միլիարդ վարկային ծրագրի հերթական մասնաբաժինը։ Ձգել առանց այդ էլ ձիգ գոտիները հույները հրաժարվում են կառավարության նոր տնտեսական կուրսին, հրաժարվում են հետևել նաև քաղաքական գործիչները, ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխող կուսակցությունից։ Կադրային փոփոխությունները խորհրդարանում նոր ծրագիրն անցկացնելու փորձ է Պապանդրեու գլխավորած համահունական սոցիալական շարժումն այժմ ընդամենը 5 ձայնի առավելություն ունի։ Կպահպանի արդյոք Պապանդրեուն մեծամասնությունը խորհրդարանում, պարզ կդառնա առաջիկա ժամերին երկուսակցական ճգնաժամը քննարկելու նպատակով իշխող խմբակցության գումարած նիստի ավարտին։ Արմենա Պապյան, Հայլուր։ Տրանսպորտային կաթված Չեխիայում 24-ժամյա գործադուլն արգելակել է երթևեկությունն ամբողջ երկրում։ Չեն գործում գնացքները, քաղաքային եւ միջպետական ավտոբուսները, տրամվայներն ու տրոլեյբուսները։ Չի բացառվում զանգվածային ցույցը։ Պահանջը հետևյալն է. կառավարությունը պետք է վերանայի սոցիալ-տնտեսական կոշտ բարեփոխումների ծրագրերը։ Տրանսպորտային ոլորտի աշխատակիցների գործադուլին են միացել նաեւ առողջապահական կազմակերպությունների եւ բուհերի աշխատողները։ Գործադուլից պետությանը հասցված վնասը շատ մոտավոր հաշվարկով կկազմի 20 միլիոն եվրո։
Այման աս Զավահիրին Ալ-Քաիդայի նոր առաջնորդ։ Երկար ժամանակ 60-ամյա Զավահիրին Բեն Լադենի աջ ձեռքն էր։ Վերջին տարիներին սակայն կառավարման ղեկը գրեթե ամբողջությամբ հենց նրա ձեռքում էր։ Բայց ահաբեկիչները երկար են քննարկել Բեն Լադենի մահից հետո թափուր մնացած պաշտոնի հավակնորդներին։ Բավական մեծ էին 40-ամյա լիբիացի Աբու Ալ-Լիբիի շանսերը, որ հայտնի դարձավ 2005-ին Բաղրամ ավիաբազայի ռազմական բանտից փախուստից հետո։ Լրատվամիջոցների տվյալով մասնագիտության բժիշկ Զավահիրի նշանակմանը դեմ էին տարբեր երկրներում գտնվող ցանցերի առաջնորդները, նրանք նախընտրում էին երիտասարդ սերնդի ներկայացուցիչին։ Լիբիայի առաջնորդը պատրաստ է անցկացնել նոր ընտրություններ եւ նույնիսկ թույլ տալ միջազգային դիտորդների ներկայությունը։ Նախքան ընտրությունները, որ Քադաֆին ծրագրում է անցկացնել մոտ 3 ամսից, պետք է մշակել սահմանադրություն եւ ստեղծել անկախ լրատվամիջոցների համակարգ։ Ռուսաստանը, որ շարունակ դեմ է արտահայտվել Լիբիայում ՆԱՏՕ-ի մարտական գործողություններին, փնտրում է Տրիպոլիից Քադաֆին հեռացնելու ուղիներ։ Լիբիայի քաղաքական վերնախավի հետ հանդիպումներ կանցկացնի Աֆրիկայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Մարգելովը։ Իր այցը նա սկսել է Բենգազիից, այսպես կոչված անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ բանակցություններից։ Ըստ Մարգելովի, ընդդիմությունն արդեն պատրաստ է հաշտվել այն մտքի հետ, որ գնդապետն ու իր ընտանիքը կմնան երկրում, բայց այն պայմանով միայն, որ ոչ Քադաֆին, ոչ էլ իր հարազատները որևէ պաշտոն չեն զբաղեցնի։ Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով Մինսկի կենտրոնում անցկացված ակցիայի ձերբակալված մասնակիցները ազատ են արձակվել։ Չարտոնված հանրահավաքին մասնակցել է տարբեր հաշվարկներով 500-ից 1000 մարդ։ Բոլորը հավաքի մասին տեղեկացել են սոցիալական կայքերի միջոցով։ Ինտերնետում տարածված տեղեկատվության համաձայն ցուցարարները հրապարակ էին եկել առանց ցուցապաստառների ու կարգախոսների։ Լուր ակցիայի մասնակիցները ոստիկանների բնորոշմամբ որևէ օրենք չեն խախտել, բայց սադրել են երիտասարդներին կտրուկ քայլերի դիմել ու լարվածություն ստեղծել։ Նմանատիպ ակցիաներ անցել են ոչ միայն մայրաքաղաքում, այլև Բելարուսի մյուս խոշոր քաղաքներում։ Ջաղերի հետևում հայտնվածների ընդհանուր թիվը գերազանցում է 240-ը։ Իսկ հայկական Արարատն ու բելարուսական Բրեստն այսուհետև բարեկամներ են։ Երկու երկրների մարզային ղեկավարները ստորագրել են համաձայնագիր փոխգործակցության մասին։ Արարատն ու Բրեստը կգործակցեն մշակույթի, գիտատեխնիկական եւ ամենակարևորը տնտեսական ոլորտներում։ Բելարուսական կողմը պատրաստ է հայ ֆերմերներին աջակցել ոչ միայն գյուղմթերքի արտադրության փորձով, այլ նաեւ տրամադրել ժամանակակից տեխնիկա։ Նախատեսվում է նաեւ ընդլայնել Արարատի խաղողի այգիներից ստացված կոնյակի եւ գինու իրացման բելարուսական շուկան։ Համաձայնագիրն առաջին հերթին կխթանի տնտեսական կապերը։ Գաղտնիք չէ, որ ամեն ինչի հիմքը տնտեսությունն է։ Հայաստանի եւ Բելարուսի փոխադարձ հետաքրքրություններն ու միմյանց աջակցելու ոլորտներ քիչ չեն։ Կգործակցենք պարենամթերքի արտադրության, գյուղմթերքի իրացման, ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման ուղիների շուրջ։ Գյուղատնտեսական մթերքներ, գյուղատնտեսական առաջադեմ տեխնիկա ունի Բրեստի նահանգը, այնտեղից ձեռք բերենք եւ սրանով իսկ մենք կարողանանք թեթևացնել մեր արտադրողների հոգսերը։ Մինաս Ավետիսյանի որմնանկարների առիթով արված այն հայտարարությունների վերաբերյալ, թե Գյումրիի քաղաքային իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել որմնանկարները տեղում վերականգնելու համար, Գյումրիի քաղաքապետարանը պարզաբանում է։ Դեռևս 2009-ից քաղաքապետը Մինասի որմնանկարները փրկելու առաջարկներով տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին։ Իրենց տագնապների մասին հայտնել են նաև 2010-2011 թվականներին, նշելով, որ համայնքի 2011-ի բյուջեով նախատեսվում է ֆինանսավորում որմնանկարները փրկելու համար։ Սակայն քաղաքում բարձրակարգ մասնագետներ չլինելու պատճառով խնդրում է մշակույթի նախարարության աջակցությունը։ Ըստ քաղաքապետարանի պարզաբանման, համայնքի ավականին ևս համայնքի բյուջեից գումար տրամադրելու մասին 2010-ին գրությամբ տեղեկացրել է վարչապետին եւ մշակույթի նախարարին։ Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման համար, միայն թե դրանք մնան Գյումրիում։ Ճակատամարտ Բոմարսունդի համար Այվազովսկու գլուխգործոցը վաճառվել է $1,200,000, բայց սենսացիան իրականում դա չէ։ Կտավը պատահաբար է հայտնաբերվել։ Հին իրերի տուփիտերը գտնելով հայ ծովանկարչին կտավը ակնկալում էր դրա վաճառքից ստանալ առավելագույնը $1,000, սակայն փորձագետները որոշել են դիմել Ուպսալայի աճուրդային տան մասնագետներին։ Եզրակացությունն էլ իսկական սենսացիա է առաջացրել Շվեդիայում։ Փորձագետներից մեկի խոսքով նման անհեթեթ իրավիճակում Այվազովսկու ճակատամարտ Բոմարսունդի համար կտավի հայտնաբերումն իր 30-ամյա աշխատանքային կենսափորձի ամենաաներևակայելի դրվագն է։
Երրորդ հազարամյակի հայկական դպրոցը դուք նույնպես կարող եք մասնակցել մեր գիտության զարգացմանն ու կրթության որակի բարձրացմանը։ Կրթահամալիր, որտեղ կձևավորվի նոր մտածողություն ու որը կապահովի ժամանակակից ու առաջադեմ մասնագետ։ Իսկ սկիզբը դրվում է շատ հայկական ավանդական ծառատունկով, ընդամենը 1 քլիք ու կծաղկի ձեր ծառը Այբենու այգում։ IT ոլորտի գուրու համակարգչային Lingvo ու FineReader ծրագրերի հեղինակ աշխարհահռչակ Դեվիդ Յանի գաղափարը Հայաստանում ստեղծել 21-րդ դարի հայկական դպրոց իրագործման եզրափակիչ փուլում է։ ԱՊՀ տարածքում խոշորագույն Tviga կոմունիկացիոն խմբի մոսկովյան գրասենյակում կայացավ Այբենու այգի անվանումը ստացած ծրագրի շնորհանդեսը։ Այս նախագիծը մեզ ցնցեց նախ եւ առաջ իր հզորությամբ այն ներուժով, որը մեզ չէր հանդիպել նախքան այս իրականացված եւ ոչ մի նախագծում։ Պարզվեց, որ Այբը իր մեջ կրում է ոչ միայն ազգային գաղափար, այլև աշխարհի կրթական ծրագրերի լավագույն նմուշների միաձուլումն է, եւ այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել ու միանալ Այբի նախագծի իրագործմանը։ $40 միլիոն ու գիտությունը Հայաստանում զարգացնելու ցանկություն 6 տարի առաջ Դեվիդ Յանի կատարած այս առաջարկը ոչ միայն հետաքրքրեց գիտությունը Հայաստանի ապագան համարող մարդկանց, այլև ստիպեց նրանց գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ստեղծված այդ բարեգործական հիմնադրամը Հայաստանում արդեն իրագործել է բազմաթիվ կրթական ծրագրեր։ Օրինակ, բոլորին քաչ հայտնի կենգուրու մրցույթը, որին մասնակցում է 40,000 երեխա եւ որը արդեն ամբողջ Հայաստանով մեկ վերածվել է դպրոցական մի շարժման, երեխաների մի շարժման հանուն կրթության։ 6 տարվա գործունեությունը այսօր Այբի ղեկավարները համարում են Այբ կրթական կենտրոնի բացմանը նախորդող աշխատանք։ Ivory Garden կամ Այբենու այգի վերնագրված նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտարարվեց, որ սեպտեմբերի 1-ից Հայաստանի տարբեր դպրոցներից ընտրված 68 լավագույն աշակերտը ուսումը կշարունակի նորակառույց Այբ կրթահամալիրում։ Այբ հիմնադրամի նպատակն է ավարտել դպրոցի շինարարությունը, ձևավորել այնտեղ կրթական միջավայր, ապահովել գրավիչ պայմաններ աշխարհի լավագույն ուսուցիչների ու դասախոսների համար, միավորել ու կիրառել աշխարհի լավագույն կրթական մեթոդիկաները, արդյունքում երկրագնդի ցանկացած ուսումնական հաստատությունում լավագույն արդյունքները ցուցաբերող շրջանավարտներ ունենալու համար։ 810 աշակերտի համար նախատեսված դպրոց, եկեղեցի, համայնքային ու մեդիա կենտրոն, մանկապարտեզ ու բնակելի համալիր։ Այս տեսքը կունենա 21-րդ դարի հայկական կրթահամալիրը շինարարության ավարտից հետո։ Կրթական այս նախագծի իրագործման առաջին օրվանից մասնակցում են նաև Թինա Կանդելակին ու Գարիկ Մարտիրոսյանը։ Նրանց շուրթերից հնչեց կոչը կրթահամալիրի կառուցմանն աջակցել բոլոր ցանկացողներին, օնլայն ռեժիմում սեփական ծառը տնկել Այբենու հայկական այգում։ Աշոտ Նացականյան, Դենիս Գրիգորյան, Հայլուր, Մոսկվա։ 12 քոթեջներով 40 սենյակով 140 հանգստացողի համար նախատեսված Անի Ռեզորտ հյուրանոցը քիչ առաջ բացեց իր դռները։ Այն գտնվում է Հանքավանի բարձրադիր լեռներից մեկի վրա։ Խորհրդային շրջանից ժառանգած Էրեբունի հանգստավայրն է հիմնանորոգվել ամերիկահայ բարերար Սեդրակ Աճեմյանի ներդրումներով եւ վերածվել ժամանակակից համալիրի։ Հանգստյան տան շինարարության համար գործարարը ներդրել է $7 միլիոն։ Սեդրակ Աճեմյանը հավատարիմ է մնացել դեռ 4 տարի առաջ հայրենիք Սփյուռք համաժողովի ժամանակ տված խոստմանը զարգացնել գյուղերի ներուժն ու կարողությունները։ Հյուրանոցային համալիրի վերակառուցման գործում Հանքավանի գյուղերից 2000 մարդ է ընդգրկվել։ Կառուցվել է գյուղմթերքի արտադրության ֆերմա։ Հանգստյան տան տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի խաղադաշտեր ու մարզասրահ։ Հյուրանոցը հանգստացողների առաջ բաց է լինելու եւ ամռանը եւ ձմռանը։ Նախատեսվում է կառուցել նաև սառցադաշտ ու դահուկային ուղի։ Անի Ռեզորտի բացմանը ներկա էր վարչապետ Սարգսյանը, նա սփյուռքահայ գործարարներին խորհուրդ է տվել վարակվել Սեդրակ Աճեմյանի օրինակով ու ներդրումներն ուղղել հայրենիքի զարգացմանը։ Ուզեցի փամը ստեղծեմ, որ քոնե այս գոտայքի մարզի այս շրջանը զարգացում մարտանակրե եւ իմ օրինակի հետևին բոլոր այդ շինարար հաստատությունները որ կան ստեղծեն, շենցնեն, երկնուբարը հայկական մտնե այս շրջանեն ներս։ Հրապարակախոս, լրագրող, մանկավարժ, Ղարաբաղյան պատերազմի փաստագրության հեղինակ, լուսանկարիչ Բակուր Կարապետյանը տոնում է 70-ամյա հոբելյանը։ Ընկերները նրան համարում են 70-ամյա պատանի լի եռանդով, որ այս տարիքում էլ շարունակում է բացահայտել նոր ոլորտներ։ Ավելի քան 20 տարի հեռուստատեսությունում աշխատած Բակուր Կարապետյանը նիստականների սկզբին որոշեց ժամանակ հատկացնել գրականությանը։ Այսօր արդեն 24 գրքի հեղինակ է։ Տարբեր ոլորտներում ինքնաբացահայտման այս բանաձևը լուծել է դեռ մանուկ հասակում, երբ մայրը նրան նվիրեց լուսանկարչական խցիկ։ Ես սկսեցի նկարել ու շրջանակի մեջ սկսեցի փնտրել, տեսնել, սովորեցի նայել, տեսնել աշխարհը։ Դա էլ ինձ ինչ որ
տեղ կողմնորոշվեց կարողանամ որ զատեմ կյանքի տարբեր կողմերը եւ դրանք ինչպես ներկայացնել։ Երբ ես եկա հեռուստատեսություն, ինձ առաջարկեցին, որ ինքս նկարահանումներ կատարեմ եւ խցիկ տվեցին, ես ասի կարող եմ, որովհետեւ եթե ես լուսանկարչական արդեն տեսնել կարողանում ես, նայել, տեսնել, արդեն կարող ես նաեւ հեռուստատեսության համար իհարկե ես նկարահանում էի ազատ էի, դա ինձ շատ օգնեց։ Համահայկական խաղերի մեկնարկից առաջ կոմիտեի նորանշանակ ղեկավարն այսօր այցելել է սպորտային դահլիճներ ու մարզադաշտեր, որտեղ օգոստոսի 13-ին կմեկնարկեն 10 սպորտաձևով մրցույթները։ Իշխան Զաքարյանի դիտարկմամբ գրեթե բոլոր կառույցները, որ ընտրվել են խաղերի անցկացման համար, համապատասխանում են ընդունված չափանիշներին, թեև կան խնդիրներ սանհանգույցների եւ հանդերձարանների հետ։ Կոմիտեի նախագահը կարծում է, որ մինչև խաղերի մեկնարկը բոլորն էլ կլուծվեն։ Ընդհանուր առմամբ այս անգամ մարզադահլիճները լիովին պատրաստ են ընդունելու սպորտսմեններին։ Հիմնականում այն մարզադահլիճները, որտեղ որ մենք նախատեսում ենք անցկացնել մրցումները, կարծում եմ նորոգումների կարիք չկա եւ ավելորդ ֆինանսներ ծախսելու կարիք էլ չկա, որովհետեւ պայմանները, ինչ որ մենք տեսնում ենք, լավն են։ Իսկ այն տեղերը, որտեղ պայմանները չեն բավարարի եւ այն պահանջները, որ մենք դնում ենք, չեն բավարարի, կընտրենք ուրիշ մարզադաշտեր, որովհետև փառք Աստծո հիմա մենք մարզադաշտերի, մարզադահլիճների խնդիր չունենք։ Եվ վերջում մեր ամենախորհրդավոր ուղեկցի մասին։ Այս գիշեր լուսինը հայտնվեց երկիր մոլորակի ստվերի տակ։ Սա լուսնի առաջին ամբողջական խավարումն էր ընթացիկ տարում, այն տեսանելի էր գրեթե ամենուր, բացառությամբ Միացյալ Նահանգների ու Կանադայի։ Բավական տևական խավարմանն ականատես են եղել Աֆրիկայի արևելյան շրջաններում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Մերձավոր Արևելքում ու Ավստրալիայի արևմուտքում։ Ի տարբերություն արևի խավարման, լուսնի սկավառակն ամբողջությամբ չի անհետանում, լուսինը դառնում է մուգ կարմիր։ Բոսորագույն հրաշքը գիշերային երկնքում արթուն է պահել միլիոնավոր մարդկանց։ Հաճելի երեկո եմ, աղթում մնացեք առաջինի հետ, հաջողություն։